Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքները Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում։ Այսօր աշխատանքային օր է, ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Ինչ հրապարակումներ ենք այսօր ձեզ ներկայացնելու։ Թե Վարդան Հարությունյանը ինչպես է 300 միլիոն դրամ գրավ մուծել։ Ինչու պաշտոնան կարվեց ԿՊԱ-ական Հռիփսիմե Հունանյանը։ Ինչ էր նա ասել։ ԿՊ խմբակցությունում ինչ մթնոլորտ է տիրում, այս մասին հրապարակ օրաթերթն է հետաքրքիր մանրամասներ գրել։ Արտաքին հետախուզական ծառայությունը հեքիաթ է գրել, որի անունը զեկույց է։ Այս մասին հետաքրքիր հրապարակ ունի Ժողովուրդ օրաթերթը։ Եվ այսպես Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն Պեկ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր 1 ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն եւ տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից եւս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությունն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննությունն արդեն իրականացվել է դեռևս 7 տարի առաջ եւ հերքվել։ Մասնավորապես քրեական գործը վերաբերում էր Norfolk Consulting ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել եւ վարույթը կարճվել է։ Ես կարող եմ տրամաբանական բացատրություն տալ սրան։ Վարդան Հարությունյանը ըստ էության 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել է պայմանավորվածություն եւ քրեական գործի իր մասը կարճվել է կամ սառեցվել է, Եվ խախտվել են այդ պայմանավորվածությունները, չեմ կարող ասել ինչպիսի, չգիտեմ ինչպիսի պայմանավորվածություններ, ենթադրաբար քաղաքական պասիվության կամ ինչ-որ հիմնադրամներին փող տալու պայմանավորվածություն կարող էր լինել, Փաշինյանի իշխանությունը որոշել է հիշել այդ քրեական գործը։ Եվ այստեղ ամենաակտարուն այն է, որ Պեկ նախկին նախագահը եւ Հայաստանում ընդհանրապես բոլոր Պեկ նախկին նախագահները խոշոր կապիտալիստներ են, շատ հանգիստ կարողանում է 300 միլիոն դրամ գրավ մուծել։ Հիմա էլ վստահաբար որոշակի պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ այս 300 միլիոն դրամ գրավը ուղղակի այսպես բերերիվի փող կառավարության համար։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկություններով իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից հեռացնեն այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։ Իշխանությանը մոտ կանգնած Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ԿՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի եւ արարքի համար պատասխանատվություն կրեն։ Այնուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է եւ ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ԿՊ-ին, մինչեւ նախընտրական շրջանը կհեռացվի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արձանագրելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հունանյանի քայլը խոսում է նրա մարդկային բարձր արժեքների մասին։ Քաղաքականությունը շատ պատասխանատու գործունեություն է, լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը ունենալ քաջություն դրանց անդրադառնալու եւ ճիշտ արձագանքելու։ Ճեպազրույցի ընթացքում նշել է նախարարը, հավելելով, որ Հունանյանի հրաժարականը գնահատանքի արժանի քայլ է։ Դրա վառ օրինակ է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են ԿՊ վարչություն եւ հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են ԿՊ-ի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում, անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից։ Տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։ Բացի այդ, Հունանյանին հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակ ընդգրկվելուց, հայտնելով, որ չի թույլատրվելու իրեն մասնակցել։ Հունանյանը այժմ ծանր հոգեվիճակում է, շոկի մեջ, քանի որ թիմից նման վերաբերմունք չի սպասել։ Այս թեմային դեռ կշարունակենք անդրադառնալ նախորդ հրապարակման մասով, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց հանրային վարքով վնասում են ԿՊ-ի հեղինակությունը, չնայած չգիտեմ ԿՊ-ի հեղինակությունը որտեղ է,
գուցե Հայաստանում եղած նավթի պաշարներից ավելի խորն է թաքնված գետնի տակ, բայց ենթադրենք կա այդ հեղինակությունը։ Եթե կա այդ հեղինակությունը, ապա ինչ է անում Ալեն Սիմոնյանը քաղաքացիական պայմանագրում, որ թքել էր քաղաքացու վրա։ Պատժվեց որևէ կերպ։ Իհարկե ոչ։ Ինչ է անում Ռուստամ Բաքոյանը քաղաքացիական պայմանագրում, որի քաղաքացիական կինը հրապարակել էր փաստեր իրեն բռնության ենթարկելու վերաբերյալ, ֆինանսական ինչ-որ մախինացիաներ անելու վերաբերյալ, հա, կամ ֆինանսական միջոցների տիրապետման վերաբերյալ։ Որևէ կերպ պատժվեց, իհարկե ոչ։ Կան տասնյակ այլ ՔՊԱ-ականներ, Անդրանիկ Քոչարյանը լրագրողների նկատմամբ իրեն այլանդակ կերպով դրսևորել է։ Արթուր Հովհաննիսյանը, որը ականջու լեզու էր կտրում, Սիսակ Գաբրելյանը, էլ որն ասենք, էլ որը, ինչպես կասեն հայտնի հեքիաթում, հա։ Սա նշանակում է, որ իրականում Փաշինյանը գնում է երեսպաշտության ճանապարհով, անտեր գառներին կամ ուսապարկերին պատժելով ցույց է տալիս, իբրև թե ինքը հեղինակություն ունի կամ ԿՊ-ի հեղինակությունը բարձր է եւ իրենք փորձում են չվնասել։ Դե եթե այդքան տղա ես Նիկոլ Փաշինյան, պատժի Ալեն Սիմոնյանին, պատժի մյուս падգամավորներին, ովքեր տեր ունեն եւ իրենց վատ են պահում։ Այդ ժամանակ կարելի ասել այո, Փաշինյանը ինչ որ կարմիր գիծ է քաշում եւ հանրային միջավայրում նման կերպ հնարավոր չի դրսեւորվել։ Եվ բնական է, որ այսօրվա հանրության վիճակ, այս ագրեսիվ, իրար ատելու մթնոլորտը գլխավորապես գալիս է իշխանություններից եւ գլխավորապես հենց Նիկոլ Փաշինյանից։ Ոնց կարող եք դուք քաղաքացու վրա թքող խորհրդանի ղեկավար ունենալ եւ միևնույն ժամանակ խոսել ինչ-որ հեղինակությունից, հանրային վարքից։ Դե Փաշինյանի վարքագիծը իհարկե առանձին քննության ենթակա է եւ այստեղ է, որ ապացուցվում է ԿՊ-ի գրեթե ամբողջ անձնակազմի ուսապարկ լինելը։ Ինչու, որովհետեւ երբ որ Փաշինյանը խոսում է ինչ-որ էթիկայից, հանրային վարքից, հա, որևէ ԿՊԱ-ական չի արձագանքում, որ կներես Նիկոլ Փաշինյան, դու շինելուց էիր խոսում, դոմփելուց, էլ ամենաայլանդակ բառապաշարները հրապարակային օգտագործել ես։ Դու ես մեզ դաս տալի։ Դա նույնն է, որ ասենք ԿՊԱ-ական մի падգամավոր կա, չեմ ուզում անունը տալ, հասկանալի պատճառներ, որ ասենք ինքը այդ կինը հավաքի ինչ-որ կանանց ու ասի, դե որ Ստամբուլ գնալը լավ չի, ինչ-որ նպատակներով։ Թուրքիայում ինչ-որ ծառայություններ մատուցելը, ծառայությունների մեջ ներգրավելը լավ չի։ Եք ասեն, հա, լավ չի, դու մի գնա, կամ չգնա իր ժամանակին։ Կամ ասենք, իմ սիրելի պերսոնաժներից մեկ, ասենք, ջունգլի Անոն, հավաքի կանանց եւ բարոյականության դասեր տա։ Ասի, այ ինչպես պիտի արժանապատիվ կին իրեն դրսևորել, ասել են հարգելի ջունգլի Անո, խնդրում եմ ձեր տեղը իմացեք։ Վаше место возле параши, այդ ֆիլմում կասեին։ Եթե դու քեզ այդպես ես դրսևորում հրապարակային Նիկոլ Փաշինյան, այդ որ մի ԿՊԱ-ականից ես փողոցային սլենգով ասած աչոտ ուզում, հատկապես երբ որ ունես Ալեն Սիմոնյան։ Ուրեմն այս թեմայի վերաբերյալ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊԱ-ական падգամավոր առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց։ Թեև նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել։ Նախորդին падգամավորուհին բերման է ենթարկվել ԿՊ վարչություն, դատապետվել իր սկանդալային հայտարարությունների համար։ Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ գործընկերների պատմելով շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։ Ասացին, որ տևական ժամանակ խելքի չի եկել։ Դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ կառավարություն հարցուպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում, թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այս մի քանի ամիսը մինչ խորհրդարանի արձակումը երեք անորոշ էր։ Չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեք ողջունում էր Հունանյանի քայլը։ Իսկ եկեք մի հատ հասկանանք, ինչ էր ասել Հռիփսիմե Հունանյանը։ Ես կարող եմ ասել, որ Հռիփսիմե Հունանյանը նորանկախ Հայաստանի
պատմության ընթացքում բանակի եւ զինվորների վերաբերյալ էլիտայի իրական վերաբերմունքն էր ցույց տվել, խնդրեմ լսեք Հռիփսիմե Հունանյանին եւ վերադառնանք ու շարունակենք։ Մեծարգո փոխխոսնակներ, հարգելի գործընկերներ, ես շնորհակալություն եմ հայտնում այս նախագծի համար եւ կարծում եմ այստեղ սոցիալական անարդարություն չկա, պարոն Նազարյան, ինչի համար, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերազանց, իսկ դրա համար մեծ ջանք է հարկավոր, դրա համար մեծ կամք է հարկավոր եւ այն երեխաները, որոնք մեծ ջանք, եռանդ կամք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն աշխարհի top 50 առաջատար ուսուցողական կենտրոններում, բուհերում եւ ես կարծում եմ, որ բանակին էլ սա չի խանգարի, որտեղ մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաեւ պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար, ուստի ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Անդրեասյանին, պարոն Գաբրելյանին եւ նաեւ Պաշտպանության հանձնաժողովին այս նախագծի համար եւ մեր երեխաներին էլ կոչ եմ անում, որ այնքան լավ սովորեն, որ կարողանան օգտվել այս նախագծից։ Շնորհակալություն։ Հերիկ Նաստիգրանյան։ Դուք լսեցիք Հռիփսիմե Հունանյանին, մարդը ասում է այն ինչ կա իրականում։ Այո, Հայաստանի էլիտայի 99%-ի համար եւ ոչ միայն այսօրվա էլիտայի բանակը այն վայրը չէ, որտեղ իրենք կուզեն իրենց որդիները լինեն։ Եվ բանակում ծառայող զինվորները դիտարկվում են որպես ներեգություն եմ խնդրում արտահայտության համար, ես ինքս էլ զինվորական ծառայություն անցել եմ եւ կարծում եմ ինձ էլ է վերաբերում այդ վերաբերմունք վերաբերվել ժամանակին, զինվորին վերաբերում են որպես մսացու։ Ու սա Փաշինյանի ելույթներից էլ է երևում, մարդը երբ որ խոսում է զոհերի մասին, ասում է պլյուս մինուս 50, մենակ մսացուի պարագայում կարելի է այդպես խոսալ։ Բայց սրանից շատ ավելի կարևոր վերաբերմունք կա։ Այս էլիտայի մեծ մասը, անգամ ԿՊ վարչության կենսաբանորեն արական սեռի ներկայացուցիչները, մեծ մասը զինվորական ծառայություն չի անցել։ Բոլորը հիվանդ են։ Նիկոլ Փաշինյանը ասում են ինչ-որ երկու եղբայրը ծառայել են, այդ հիմքով է ազատվել զինվորական ծառայությունից, չնայած այստեղ էլ ես կասկածներ ունեմ, ժամանակին ասում էին Վանո Սիրադեղյանն է միջնորդել, որ ինքը ազատվի բանակից, դուք գիտեք Վանո Սիրադեղյանի թևի տակ էր Նիկոլ Փաշինյանը, եւ ինչու է կասկածելի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի եղբայրներից մեկը հաշմանդամություն ունի։ Եթե այդ հաշմանդամություն եղել է ԻԾՆ կամ մինչև բանակ գնալը, ինքը այդ հաշմանդամությամբ չէր կարող զինվորական ծառայության գնալ, ուստիև չէր կարող լինել այնպես, որ Նիկոլ Փաշինյանի երկու եղբայրները ծառայած լինեն, այս հանգամանքը պետքա ճշտել իհարկե, հիմա դժվար կլինի ճշտել, իշխանությունները տեղեկություններ չեն տալի։ 18 թվականից իդեպ ես փորձում եմ հարցումներով սա ճշտել, հրաժարվում է Պաշտպանության նախարարություն տեղեկատվություն տրամադրել, բայց եթե Փաշինյանը այդքան բաց թափանցիկ գործիչ է, թող օրինակ եղբոր զինգրքույկը հրապարակի, այն եղբոր, ով հաշմանդամություն ունի։ Սիփան Փաշինյանի հոր մասին է կարծեմ խոսքը։ Չեն ծառայել բանակում, այսինքն ինչպես չեն ծառայել նախկինների ժամանակ եւ նրանց էլիտաների տղաները եւ սրանք, որոնք ընդդիմություն էին աշխատում այդ նախկինների ժամանակ, բանակում չեն ծառայել։ Ինչու՞։ Որովհետեւ բանակը համարել են աղքատ հասարակության աղքատ հատվածի պարտավորություն, նրանց որդիների գտնվելու վայրը կամ արժանի տեղը, բայց ոչ իրենց, որոնք իրենց կարող են թույլ տալ Լոնդոնում սովորել, չգիտեմ, Միացյալ Նահանգներում սովորել, եվրոպական երկրներում սովորել, հա։ Դա իրանք էլիտա են ախր, չէ։ Ու այս վերաբերմունքը արտացոլվեց նաև շաբաթներ թե ամիսներ առաջ, ավելի շուտ, ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությամբ, որ ովքեր չեն ուզում ծառայել, կարող են փող վճարել եւ չծառայել։ Սա էլ ինչ է ցույց տալիս, սա հատկապես ցույց է տալիս այս իշխանության եւ
էլիտայի մեծամասնության փիլիսոփայությունը, որ փող ունեցողը բանակ իր տեղը չի, բանակը ընչաքաղց հասարակության, սոված հասարակության, աղքատ հասարակության որդիների տեղն է։ Նրանք պիտի գնան, զոհվեն, դժվարություններով անցնեն, իսկ Փաշինյանի նման էլիտան, նրանց առաջ եղած էլիտան, նրանց որդիները միամիտ գար չեն, որ բանակում հայտնվեն։ Հռիփսիմե Հունանյանը սա էր բացահայտ ասում։ Ինքը ինչ էր ասում, ասում էր բանակը մեզ միայն զինվորներ պետք չէ, մեզ նաև գլուխներ են պետք։ Դրա համար եկեք մենք ծնողներով մեր որդիներին կրթության տանք ավելի լավ ապագա ապահովենք իրենց համար։ Իսկ աշխարհում ձեզ ասեմ, բանակը լրջագույն զարգացում է ապրել։ Բանակը տգետների տեղը չի։ Բանակը ուժեղ եւ խելացի մարդկանց տեղ է։ Նորմալ երկրներում, ոչ Հայաստանում։ Բանակում եւ մարդիկ իրենց գիտությամբ կարող են օգնել, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկայի, թեկուզ քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ամեն ինչ, հրետանավորը հաշվարկ անող չի, այդտեղ գլուխ պետք չի, իհարկե պետք է։ Բայց Հայաստանում հակառակն է եղել։ Հայաստանում եղել է հենց այնպիսի վերաբերմունք, ինչպիսին բացահայտեց Հռիփսիմե Հունանյանը։ Հենց սրա համար իրեն պատժեցին, որ թե ախպեր էս մեր էլիտայի ճշմարտությունը հելար ժողովրդին ասեցիր, որ ինչ, որ տրամադրվի մեր դեմ։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊ խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում։ Մեր աղբյուրները պատմում են, որ բոլորը բոլորի դեմ են գործում։ Ով ում կարողանում մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ։ Ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թևեր դնել, իսկ դիմացինին սատանա ներկայացնել։ Փետրվարին ԿՊ համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձևավորվի, առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն։ Ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։ ԿՊ-ից մեր զրուցակիցը պատմեց, որ անգամ վախենում են խոսել մեկը մյուսի հետ, որ շարից փորձանքից հեռու մնան։ Իդեպ խմբակցությունը մեկուսացրել է падգամավոր Հայկ Սարգսյանին, գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը։ Ու էլի հիշում ենք անասնաֆերման, որտեղ անասնաֆերմայի միամիտ կենդանիները վատ էին տրամադրվում այն կենդանու նկատմամբ, ում մասին խոզերը հրապարակային վատ դիրքորոշում ունեին։ Սա ես կարծում ես իշխող թիմը Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաանդեմ թիմն է։ Չի եղել այսպիսի թիմ։ Անկամ հանրապետականը, որին այդքան քննադատել են, որտեղ այդքան հանցավոր դեմքեր կային, բայց էլի կային ինքնուրույնություն ունեցող դեմքեր։ Քաղաքացիական պայմանագիրը անդեմ կամ Նիկոլ Փաշինյան դեմք ունեցող քաղաքական ուժ է։ Հանես Փաշինյանին տակը ոչ մի բան չի մնա։ Փաշինյանն էլ իրենով այնպես չի, որ ինչ-որ բան է։ Նա էլ Էրդողանի դիմակն է կրում, չէ, որ իրեն քաշ է իրեն տվել։ Բայց այսպիսի անդեմ քաղաքական միավոր եւ սա եւս դժբախտություն է, որովհետեւ իշխանության ներսում տարբեր թևերի արկայությունը բալանսավորում է։ Հերիք չի իշխանության ներսում չկան թևեր իրար չեն բալանսավորում, ընդդիմությունն էլ թույլ է։ Հերիք չի ընդդիմությունը թույլ է, աշխարհաքաղաքական աջակցություն չկա այն օրակարգին, որը պրոհայկական է, այս բան դեռ չկա։ Ու սա է Փաշինյանին սուպերհերոս դարձել, թե չէ իրենից ինքը որպես այդպեսին սուպերհերոս չի ներկայացնում։ Փաստ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած հոգևորականների մի գազելանոց խումբը, որին ժողովուրդն արդեն կնքել է 10 տիրադավներ անվամբ, հերթական ԿՊ-ական հայտարարությունն է տարածել։ Եկեղեցուց հեռացած եւ Սուրբ Խորանի առաջ իրենց իսկ տված ուխտը ուրացած երթմնազանց եղած սույն ԿՊ-ական եպիսկոպոսները խոսում են այն մասին, թե Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր է։ Այստեղ են ասել. «Յա, իրոք, ախր ովքեր ու ինչի մասին են խոսում։ 10 տիրադավները, որոնց մեջ կան այնպիսիք, որ ընդամենը 1 տարի առաջ քննադատում էին Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը, նշում են, որ դրանք հակասահմանադրական են եւ այլն»։
ինչ վախերից կամ ճնշումներից դրդված լրիվ անվավեր հանձնաժողով են ձևավորել մեկ հոգու Նիկոլ Փաշինյանի կամքով ու կմահաճությամբ եւ խոսում են օրինավոր կառույցի անվավերության մասին։ Դեռ մի բան էլ հայտարարում են, թե պետք է չեղարկել արտերկրում եպիսկոպոսած ժողով գումարելու պարակտություն սերմանող որոշումը։ Ես նայեցի այստեղ քաղաքական գործիչներ կան, Նորայր Նորիկյան կա, որը խոսում է եպիսկոպոսած ժողովի մասին, ասում է, ինչ էլ լինի, դա պիտի Հայաստանում լինի։ Եթե հասկանում ես Հայաստանի իշխանությունը հանցավոր է։ Կան եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, որոնք Հայաստանում հայտնվելուն պես բանտարկվելու են այս իշխանությունների կողմից։ Հա ձեր ուզածը դա է, այսինքն 4 հոգևոր առաջնորդ բանտում է, ուզում եք էլի լցնել այդ բանտերը, որ եպիսկոպոսած ժողովը վերջում ԱԱՑ պատվալում երևի անեք։ Սա վեհապար հայրապետի որոշման տիրույթում է եւ եթե նման որոշում է կայացել, ուրեմն նման հաշվարկ կա, որ առավել ճիշտ է դրսում անել։ Եվ դրսում է արվում եվրոպական երկրներից մեկում, ինչ խնդիր կա։ Սա էլ Ռուսաստանում չի, KGB-ի ագենտները այնտեղ չկան հաստատ։ Հրապարակ թերթը գրում է. օրերս տեղեկացանք, որ ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած եպիսկոպոսած ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փլոթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին։ Որոշ տեղեկություններով դրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսած ժողովը, որ պետք է քննարկեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ 10 տիրադավերին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը հետաձգվեց։ Մայր Աթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը ժամանակավորապես հետաձգվում է, պայմանավորված բռնաճնշումներով։ Մեզ էլ տեղեկություններ էին հասել, որ ԱԱՑ-ի միջոցով են ճնշումներ գործադրվել։ Ընդհուպ վեհապարին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր։ Այն ինչի մասին ես խոսում էի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայությունը կարծում է, որ հոգևոր մշակութային կառույցները եւ այդ կառույցների ներկայացուցիչները սպառնալիք են Հայաստանի համար։ Օրերս Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ։ Զեկույցի վերջին էջերում առանձնացվել է գործակալական ցանցի ազդեցության գործակալների գործարարության քողարկմամբ քաղաքականությամբ զբաղվող այլ դերակատարների, հոգևոր մշակութային կառույցների եւ դրանց հանրային ճանաչում ունեցող ներկայացուցիչների ակտիվացում բաժինը։ Համաձայն այս բաժնի 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարող ուժերի ակտիվացում, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ, քաղաքական ինժեներիա։ Սրան շատ երկար չեմ անդրադառնա, առանձին անդրադարձ կունենամ, ինչու, որովհետև երբ հայտարարվեց, որ այսպես կոչված արտաքին հետախուզական ծառայությունը զեկույց է հրապարակել, ամենայն անկեղծությամբ եմ ասում, զեկույցը առանց բացելու ես ենթադրում էի ներքաղաքական կյանքի սպասվող ընտրությունների վերաբերյալ ինչպիսի տեքստ կլինի։ Ու որոշ դեպքերում գրեթե բառացի ենթադրություններից գուշակությունս իրականացավ։ Ինչու՞, որովհետև սա ոչ թե զեկույց է, սա հեքիաթ է գրված կառավարությունում, ինչու։ Սա ոչ թե իրական պատկերն է տալիս Հայաստանին առնչվող սպառնալիքների վերաբերյալ, այլ հող է նախապատրաստում քաղաքական գործընթացներին ուժային միջամտության համար։ Հիմա այս զեկույցը ֆոն է ապահովում եւ տեքստը բառացի ուղղակի դրվագ ներկային, որ հենց այնպես են, ինչպես ես ենթադրում էի։ Նույն անուններ գրված չեն պետության եւ մարդկանց, բայց երբ որ դուք դա կարդում եք, դուք ոնց որ կարդաք Civic AM-ի լրահոսը։ Այսինքն եթե մենք վերցնենք Civic AM-ի լրահոսը տանք արհեստական բանականությանը, ասենք օրինակ այս լրահոսից խնդրում զեկույց կազմի։ Ամենայն անկեղծությամբ փորձեք ու կտեսնեք, դա կստացվի արտաքին հետախուզական ծառայության զեկույցի այս հատվածը։ Դրա համար սա զեկույց չի, սա հեքիաթ է, որին առանձին անդրադարձ կանենք, մանրամասնորեն խոսենք դրա մասին։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48